ասած ամսի 28-ին ծանոթ սահագրի համաձայն պետք է ներկայանա արմավիրի քննչական բաժանում։ Առավոտյան արթնացել եմ, տեսել եմ առավոտյան 10:30 պետք է ներկայանայի, տեսա ժամը 11-ն է, ծանոթագրի հեռախոսահամար նայեցի, զանգեցի, ասացի քննած եմ մնացել, էլի կարող եմ հիմա այցելել։ Ասաց ժամը 4-ին հարմար է, ասացի հա։ Ժամը 4-ին գնացի հերթապահ ոստիկանը, որով պետք է թույլ տա ներս մտնել, ասաց, որ զանգեց, ասաց, որ քեզ չեն ընդունում, գնա։ Ես անմիջապես զանգեցի մարդու իրավունքներ, ասացի, քանի որ նախկինում էլ 2021 թվականի միջադեպ եղել, որ տարեցել են դրա շուրջ քրեական գործ կառուցված, ցանկացել եմ խուսափել ոստիկանության հետ, գիտակցել եմ, եթե չներկայանամ, բերման կուղարկեմ, որը ոստիկանության միջոցով է իրականացվում։ Մարդու իրավունքներին անմիջապես հենց քննչականի դիմացից այդ մասին տեղեկացրել եմ, զանգել։ Դրանից հետո գնացել եմ տուն եւ առավոտյան ժամը մոտ 10 նորից 10:30-ի սահմանում կինս կնից զեն տվեց, հեռախոս տվեց, ասաց ոստիկանությունից են իջեն ուզում։ Խոսացի, վերկեցա, դուռը բացեցի, ներս հրավիրեցի, նույնիսկ կնոջս ասացի սուրճը ուրասիրեց։ Այդ ընթացքում ոստիկաններից մեկը անընդհատ դուրս էր գալիս, հեռախոսով խոսում, նորից գալիս ու կոֆեն ես խմեցի, վերջացա, մոտեցա դռանը, ասացի դե խմեք, դուրս գանք։ Այդ ընթացքում դուռը արդեն կողպված չէր, ուղղակի ծածկացել։ Մի խումբ ոստիկաններ ներս են մտել ու ինձ ուշքի հրավիրել պարկասնելով գետին, որպեսզի կանդալեն տանեն։ Ես տեսաձայնագրության մեջ չերևում, ասում եմ, ինչի համար եք ուզեմ կանդալեք, երբ որ ես գալիս եմ։ Եվ այդ ժամանակ եմ բռնության ենթարկում, հետո ձեռքերս կանդալած տանում են ոստիկանության բաժանմունք, համանքային ոստիկանության բաժինը, ոտքերս էլ են կանդալում, սկոչով, լայն սկոչով բերանաս կապում եւ քացիներով բանով սկսում են արվածել։ Քանի որ այդ ընթացքում ոնց որ sense փսկելու վայրանդ կիսահետ տայի, բանը չի եկել։ Պաշտոնավորներից մեկը նկատում է, որ խեղդվում եմ, քթիս միջնապատն ջարդված է, չի կարող լիարժեք թվը շնչել։ Հրանգում է, որպեսզի չհարվածեն, ասել եմ, մեռը մնաց վրեքներս չխփեք ու սկոչը քանդում են, գցում են սեղանի տակ գտնվող աղբամանի մեջ, գուլոլում գցում է, որը աղբամանը դատարկ էր։ Հետո մինչև մոտ ժամը 4-5 երեկոյան պահել են, տարել են քննչական բաժին, կնոջս եմ ոստիկանության դիմաց ասել, որ ասա, թող մարդու իրավունքների զանգի, թող իրանք սկորի ուղարկեն, որպեսզի սկորին կանչը գրանցվի, որը չի եկել, տարել են քննչական բաժնին, քննիչի մոտ բերմանի արձանագրության մեջ գրառում եմ կատարել, քանի որ դեմքս տեսանելի էր քննիչի համար, գլուխս ամբողջությամբ։ Քննիչը տեսախցիկը այդ դրդապատճառով չի միացրել, իր գոլեգան խորհուրդ տվեց, որ պետք է միացնի, իմ բանման բելի։ Ես գրառում կատարեցի, որ շտապ օգնություն կանչեք, դուրս եկավ դուրս, կարծում եմ պետի մոտ երևի, եկավ, ասես դու գնա ձեր տնից շտապ օգնություն կանչես։ Ես դուրս եմ եկել, տաքսի եմ նստել մոտակայքից։ Նույնիսկ տուալետ եմ ուզեցել գնա, ձեռքերս այդպես կանդալած, ասել են մեջքիս հետևից կանդալած, ասել են այդպես գնաս։ Ես գնացել եմ տուն, կինը շտապ օգնություն կանչել, եկել են սրսկել, բան գնացել, կնոջս թելադրել եմ ամբողջությամբ գրել տեղի ունեցածի վերաբերյալ, որը մարդու իրավունքների ցուցումով նաև նկարել եմ WhatsApp-ով ուղարկել, որպեսզի ավելի շուտ հասնի, որտեղ նշել եմ կոնկրետ, որպեսզի չկարողանան ասեն ապացույցների բազմիցս նայել եմ նման դեպքեր, որ չեն կարողանում ապացուցել, ես նշել եմ նույնիսկ շկոչնել իմ մազերս վրա, քանի որ գլխովս պատտել էին։
Այս ինչ հարկում, այս ինչ սենյակում աղբամանի մեջ գցած անմիջապես, եթե ներքին կարգով հրանք չլինի դա վերացնեն 100%-ով մեջն է, քանի որ աղբամանը ամբողջությամբ դատարկ էր, որ ուղղակի ամփոփություն է եղել իր կողմից, որ չեն կարողացել այդ հանգամանքը կոսկել։ Եվ դիմել եմ պաշտպանի Սարհ Ղարագերդյանին։ Դուք նշեցիք, որ երբ բռնության էին ենթարկում ձեզ, ասում եք, ես միևնույն է ինքնակամ գալիս եմ, ինչու եք հա բռնություն կիրառում։ Ինչ էին արձագանքում, որևէ հիմնավորում կար։ Ոչ, շարունակությունը կա եւ ուղղակի պահանջն է, որ թող ձերքերդ կանդալենք։ Ես էլ ասում եմ, ինչի համար կանդալեք, ես որ համաբուր գալիս եմ, թողեք գալիս եմ, ու այնտեղ այն կադր կա, որ դոշիցը sense աժդա համար սխման այս տպավորությունն է, որ կամ նման դեպքում նման արար գործում են, երբ որ մարդ սիրտը կանգ առել կամ հետ բերեն կամ ուզում են սպանեն։